Ես Արտուր Ջանազյանն եմ, մասնագիտությամբ նեոնատոլոգ եմ, ով չգիտի այդ ինչ է, դա նորածինների վերակենդանացում ինտենսիվ թերապիան է։ Արդեն 10 տարուց ավել փորձ ունեմ այս ոլորտում ու վերջի մի տարվա ընթացքում հիմնել եմ իմ մանկական ու մեծերի բրենդը խնամքի եւ զուգահեռ զբաղվում եմ նաեւ բլոգինգով, որը որ օգնում է երիտասարդ ծնողներին իմանալ թե ոնց պետք է երեխային ճիշտ խնամեն, ինչ պետք է չանեն, ինչ պետք է անեն, ինչն է արդեն հնացել, ինչն է հիմա ակտուալ, հիմիկվադրությամբ ինֆորմացիայի այս խառը կույտի մեջ ձգտում եմ մարդկանց ֆիլտրված հավաստի բժշկական ինֆորմացիա տամ, բայց շատ հասկանալի լեզվով ու տենց ձեռք բերեցի բավականին մեծ աուդիտորիա։ Ես ամուսնացած եմ 4 տարի արդեն, երեխաներ դեռ չունենք, մեր որոշեցինք տունը կառուցենք, մեր ավարտենք, նոր երեխաներին, այսպես ասած, սկսենք մեծացնել, արդեն մեր կառուցած տանը, որը երևի թե այս տարի կհաջողվի ավարտել ու եկող տարի կպլանավորենք մնացածը։ Ու այսօր մեր առաջի փորձն էր, առավոտ արթնացել ենք։ 6:30 ենք արթնացել։ Իրար հետ տենց մի թեթև նախաճաշ գնացել ենք, մարզվել ենք, որ ընտանիքում երկու հոգի աշխատում է, ոնց էլ չլինի, նես չի որ մեկը ամբողջ օր տունն է, երկուսով էլ դուրս ենք գալիս, երեկո են գալիս ենք տուն ու մի անգամից արագ ուզում ես սաղ գործերը ավարտես, որ մի ժամ էլ, 2 ժամ էլ նստես, որպեսզի գործերն արագ լինի, մեկը չնստի հանգստանա, մյուսը շատ գործանի, կիսում էինք միշտ։ Ու տենց էլ մնաց։ Խոհանոց, ուտելիք, խմելիքները իմ հոբին է, ես եմ հիմնականում զբաղվում դրանով։ Արտուրը այնքան համով լոլիկով ձվածաղ է սարքում, որ մեկ էլ տատիկս է տենց համով սարքում, այդ իրան միշտ ասում։ Երկրորդ հորիզոնականում եմ, չէ՞։ Տատիկից հետո։ Դե տատիկներին չի լինի անցնում։ Տարիքային է։ Միևնույնն է, մեր ազգի մեջ տղա երեխան ավելի սիրված է, ոչ թե այն իմաստով, որ երկու երեխա ունենա, մեկ աղջիկ, մեկ տղա, սիրալ առաջի երեխան օրինակ սաղ ուզում են տղա լինի։ Բայց մեկ-մեկ ինձ որ հարցնում են ինչ աղջիկ ես ուզում թե տղա, ասում եմ ուզում եմ երեխա երկու ձեռքով, երկու ոտով, առանց արատների, հասուն, առողջ, ռոզվի, 2.8-ից 3 կիլոանոց։ Ինչ սեր կլինի, ընդհանրապես չի հետաքրքրում։ Շատ անգամ մենք որ ընդունում ենք երեխա, կարող է այդ պահին վատ ծնվի, վերակենդանացում անենք, կայունացնենք, փաթաթենք, բերենք բաժին, այդ ոնց որ աժատաժի մեջ վերջում մեկը գահարցնի աղջիկ էր թե տղա, կարող է 3-4 հոգի աշխատի այդ երեխայի հետ, այնպես ոչ մեկ չի նայել սերը։ Այդ բանը բացում ենք, նոր ենք իմանում աղջիկա թե տղա։ Ինձ թվում է մեր այդ հայ հասարակության մեջ որոշ խավերում կա տենց որ ընտանիքում տղա է ծնվում, դա թագավոր տղան է այդ ընտանիքի, իսկ աղջիկը արքայադուստրն է, տենց չի եղել։ 3 եղբայր ենք եղել, անկողնուց վերկեցար, դե հավաքես։ Ուտելիք կերար, absent-ի գնա խոհանոց։ Հայրը ու մայրս իրար հետ են աշխատել, հավասար, եղել է ընդհանուր բյուջե, արել են ամեն ինչ միասին։ Եթե հայրս աշխատանքի չի եղել ու տունը պետք էր հավաքել, բոլորով ենք դա անում։ Դու ունենալով օրինակ 2 սեռի երեխա, դու իրանց տարբեր ձևի ես վերաբերվում ու դաստիարակում։ Ու ինչ դաստիարակում ես, դա էլ ստանում ես իրականում։ Կդաստիարակես տղա երեխա, որը պետք է ընդհանրապես դիվանից դուրս չգա ու իրան սպասարկեն մաման ու տատին ու քույրերը, կստանաս այն հայերեն մեր ժարգոնով ասած քյարթու հայ տղա, ով որ ում համար որ աննորմալ է, որ ինքը գատուն ուտելիքը այդպես չլինի, կինը սաղ գործերը աս չլինի, ընդհանրապես իր համար նորմալ չի լինելու, որ իր կինը սիրուն հագած գնա խանութ։
իսկ երբ որ հավասարություն լինի ընտանիքում, ինձ թվում է ձևավորվելու է նորմալ արխետիպ։ Ու խնդիրներն է ինձ թվում է համել մեր ազգի, որ այդ տղաները այդ ստերեոտիպը պահանջ ունի մինչև հիմա։ Եթե մի քիչ TikTok-ը թերթեք, այդ արխետիպի պոստերը ու կոմենտները կտեսնեք, որ իրենք պահանջ ունեն։ Այսինքն իրանց ուզող աղջիկներ էլ կան։ Դե այս պահին ուրիշ տեղ ենք ապրում, որովհետև մեր տունը հենց չենք ավարտել կառուցումը, բայց հույս ունենք, որ այս տարվա մեջ արդեն կտեղափոխվենք։ Վերցրել ենք կառուցապատողի վարկ, վարկն իհարկե հեն պատերի գաջի էտապում պրծում։ Ու դրա համար էլ sense ձգձգվում է, էլի։ Մեր աշխատածը աստիճանաբար բան ենք անում, ընդդնում ենք։ Պարտք ենք անում, երբեմն ընկերներից վերադարձնում ենք այդ պարտքը։ Շատ է օգնում, երբ որ հենց ի սկզբանե մենակ եք ապրում առանձին։ Երբ որ ապրում ես ծնողներիդ հետ, կարան ծնողներդ շատ լավ լոյալ վերաբերվեն կնոջդ, բայց կարող է ինչ-որ մի բան իրանց դուր չգա, բայց քո համար դա լինի նորմալ։ Բայց նրանք օրինակ կարող է ուղիղ չասեն կնոջդ, որ չնեղացնեն իրան, ասեն քեզ, որ դու դա փոխանցես իրան, բայց դու ոնց որ դառնաս երկու քարե արանքը։ Մի կողմից ասենք ծնողներդ են, չես կարա իրանց արհամարես, մյուս կողմից է դա քո համար նորմալ է, ախր, ինչի պետքա դրա համար վիճես կնոջդ հետ։ Օրինակ մենք երբեք որևէ վեճ չենք ունեցել, տենց չմտաբեր ինչ որ մեծ վեճեր, կոնֆլիկտներ չենք ունենում սովորաբար առօրյայում, բայց ասում եմ մեր կոնֆլիկտները լինում են հենց աշխատանքային հիմնականում, բայց տենց շատ արագ հարթում գնում ենք։ Հարթում է ինքը։ Չի լինում տենց որ ինչ որ տարաձայնությունը անցնի հաջորդ օրվա։ Եթե կոմպրոմիսները չգնան, երկար չեն ապրի, ինձ թվում է իրար հետ։ Թե ինչ որ միտեղ մեկը զիջի, միտեղ մյուսը, տենց է ինձ թվում է ստեղծվում նորմալ ընտանիքը։ Առանց դրա չի ստացվի։ Սուսիկը ուշ քնող է, ես շուտ քնող։ Շատ մենք իրական շատ տարբեր ենք։ Սուսիկը ուշ արթնացող է, ես շուտ արթնացող։ Ամեն օր ես update եմ անում, ինչ этаպում են հարաբերությունները, էմոցիաները։ Պետք է թարմացնի անընդհատ արդյոք սերն ու բանը հարգանքը նույն լեվելի վրա է, թե չէ։ Հա, ես չեմ կարող չարտահայտվեմ, պետք է որ արտահայտվեմ, որ ավարտվի այդ ամեն ինչը։ Անցնենք հաջորդ թեմային։ Հա, պետք է ամփոփվի, նոր հանցնենք հաջորդ։ Այդ թեման փակենք, որ անցնենք մյուսին, տենց է։ Ինձ աբյուզեր զգացի։ Մի ժամանակ իմ մոտ մի հատ տենց միտք կա, որ կինը հա պետքա լավ ուտելիքներ էփի, տունը մաքուր պահի ու սենց մի խոսքով այն տիպիկ հին հայ ընտանիքի կին լինի, բայց հետո աստիճանաբար այդ մոտդ փոխվում է այդ ամեն ինչը, որովհետև երբ որ հանդիպում ես մի հատ քո նման ինտելեկտուալ մարդու, որը էլի աշխատում է, որը ընտանիք եկամուտ է բերում էլի, ու նորմալ է, որ ինքը քո չափ հոգնած լինի, ու նորմալ է, որ օրինակ, չգիտեմ, ես այդ պահին ուտելիք սարքեմ, ինքը գնա, ասենք շորերել բանա, կամ չգիտեմ, էլի ինչ-որ մի բան անի, հա, բայց այդ պահին արագ ուղղակի տան գործերը միասին անենք, որ մի 2 ժամ էլ կարողանանք իրար հետ շփվել։ Եթե ես նստեմ հեռուստացույց նայեմ ու ասեմ դու տան գործերն արա, այդ արդար չի, ամենակիչը արդար չի, ես չեմ կարող հանգիստ լինեմ այդ վիճակում։ Եթե ինձ պետք է իմ վերնաշապիկը հարթուկած լինի, իսկ իմ կինը շտապում աշխատանքի, ես ինքս կհարթուկեմ այդ վերնաշապիկը։ Ես փորձնել ունեմ հարթուկել, ես համարը 2 տարի մարզում մենակ եմ ապրել ու աշխատել։
ես ամբողջ այն ցաղային գործերի փորձ ունեմ ընդհանրապես ամեն ինչ ոչ մի բանում թերի չեմ։ Մենք հիմա Ջանազյան Project-ի աշխատանքային գրասենյակում ենք, ստեղից ենք աշխատում, իրականացնում զարգացումները, փաթեթավորումները, մարքեթինգը։ Բիզնեսը սկսել եմ ես, իմ միտքն է եղել, բայց առանց կնոջս, առանց եղբորս, առանց ընդհանրապես այն մեր թիմի ոչ մի բան չէր ստացվի, ովքեր որ հիմա տենց բախկվել են այն կողմի վրա։ Ես ավելի շատ ստրատեգիական մասով եմ, կինս մեր մարքեթինգի ղեկավարն է ու SMM-ի, այնպես որ տենց մեր մոտ կես ընտանեկան, կես ոչ ընտանեկան տենց բանա գործ ստացվել մեկս մյուսի հետ համատեղ իրար հետ պայմանավորվելով տենց աշխատում ենք։ Սկսել ենք մանկական խնամքի միջոցներից, բայց հիմա արդեն ունենք նաև մեծերի, ունենք հղիների ու կերակրող մայրերի առանձին շարք։ Իմ պատանեկությունը իրականում այդքան էլ ստանդարտ չի անցել, 10 տարեկանում ինձ ախտորոշեցին ոսկրային քաղցկեղ մանկական ու ես մոտ 4-5 տարի կարելի ասել չեմ ունեցել մանկությունը, որը պիտի ունենա իմ տարիքի երեխան։ Ավելի շատ հիվանդանոցներում եմ եղել, վիրահատություններ, քիմիաներ, այդ ամեն ինչ։ Ու այդ ամեն ինչից հետո երբ որ ոնց որ հետ վերադառնաս կյանք, ինձ նույնիսկ դպրոց մի տարուց ավել չեմ գնացել, ինձ հետո բան արեցին, փոխադրեցին, ամենեփում չթողեցին նույն դասարան։ Եթե չլիներ այդ ամեն ինչը, այդ իմ փորձը, միգուցե ես մի քիչ ավելի ուրիշ մարդ կդառնայի, միգուցե ընկերներիս հետ կգնայի մեկ ու ասենք նենց տեղեր, որ ինձ բան կաներ, կտաներ լրիվ ուրիշ կյանքի ուղղությամբ։ Ու ինձ թվում է այդ հենց այն տարիքներ 10-ից 15 տարեկանը, որ իրականում պետք է երևի թե ձևավորեր այդ խառնվածքը, բայց ես ուղղակի շանս չունեցա այդ ամեն ինչը ապրեմ։ Ես ապրել եմ շատ ավելի բարդ կյանք այդ բանում շրջանում իմ։ Ինձ փրկեցին իրականում։ Իմ հետ որ ես պարկած էի իմ այդ ոնց ասեմ հոսքը, այսպես ասած, հա, բան հիվանդների, էլ ոչ մեկ չկա։ Ու այդ էլ են շրջաններ, որ ինձ թվում է երեխեն նոր այդ ժամանակը հասկանում ինքը ինչ ուզում դառնա։ Այդ ժամանակ գնաս գոհականների հետ շփվես, կդառնաս գոհական, չգիտեմ, բաների ինժեներների հետ շփվես, կդառնաս ինժեներ։ Ես էլ բժիշկների հետ էի շփվում։ Մեր մոտ նույնիսկ հələ չի զարգացել այն կուլտուրան, որ ծննդաբերության ընթացքում զույգով գան։ Օրինակ արտասահմանում նույնիսկ ընտանիքներով են գնում։ Գերմանիայում կուրսեցիս էր այնտեղ աշխատում, ասում եմ, տենց բան կա այնտեղ, որ եթե կինը գալիս է մենակ ծննդաբերության, առաջին միտքը, որ նրա մասին մտածում են, որ միայնակ կին է։ Այնտեղ այդ աստիճանի ընդունված է, որ զույգով պիտի գա։ Մեր մոտ դեռ դա չկա, հազվադեպ է լինում, որ ամուսինը գա ծնարան ու կնոջ հետ, մինչև վերջ լինի կնոջ հետ։ Չգիտեմ ինչի մեր տղամարդիկ որոշում են, որ դա իրանց համար չի, իրանք շատ չեն դիմանա եւ այլն, բայց այդ իրանց ուղղակի ներշնչել են, իրանց թվում է ուղղակի։ Ու իրականում կանանց են ներշնչել են, որ դա հենց կնոջ տեղ է, տղամարդու տեղ չի, բայց իրականում իմ կարծիքով դու թողում ես քո կնոջդ իր ամենակրիտիկական պահին, այն պահին, երբ որ ինքը քո կարիք ամենաշատն ունի։ Դու ինքը քո ամենահարազատ մարդն է, ոնց որ մարտի դաշտում վիրավոր թողի փախնի քեզ, էլի, այսպես մոտավորապես sense մի բան է, չպետք է տենց բան լինի։ Մարզերում չէ, Երևանում բավականին շատ է, հատկապես երբ որ տուն եմ գնում երեխային նայելու, դեպքեր է լինում,
Ինչի մենակ տուն, որ երեխային բերում իմ մոտ, դեպքեր ա լինում, որ իմ հարցերին papan ա պատասխանում։ Մանրամասն։ Այդ չի նշանակում իհարկե որ մաման չգիտի, բայց ուզեմ ասեմ papan հստակ տիրապետում է այն ինֆորմացիային, ինչ ինձ պետք է։ Իսկ մարզերում դա անհնար էր ուղղակի։ Papan ընդհանրապես տեղյակ չէր։ Ես տեսել եմ երեխեք, ովքեր papaի դուքով են խոսում։ Այ այդ աստիճանի հեռու է papan երեխայի համար։ Papan ինչքան շատ ընդգրկվի երեխու խնամքի մեջ, այդքան համ ընտանիքն է ամրապնդվում, համ երեխու հոգեբանությունն է ավելի պինդ լինում, ավելի կայացած լինում։ Նորմալ մարդ ձևավորելու համար երկու ծնողն է պետք է իրականում։ Չէ, փոխվել է իրականում։ Փոխվել է հատկապես երիտասարդ սերունդը ուզում է սովորի ինչ-որ բաներ ինքը անի։ Այստեղ մի քիչ միջանձնյա հարաբերությունների հարց էլ կա ինձ թվում է։ Միգուցե մամային թվում է, որ papan չի կարող անի ու չի առաջարկում կամ չի խնդրում, իսկ papayin թվում է, որ ինքը ինչ-որ բան կվնասի, կփչացնի, ու ավելի լավ ձեռ չտա։ Ստացվում է, որ ոչ մեկին ոչ ման չի ասում։ Այստեղ շատ կարևոր է papan իմանա, որ մաման իր կարիքն ունի իրականում, ուղղակի մամային թվում է, որ ինքը չի կարող անի, то есть այսինքն papan պիտի ցույց տա մամային, որ ինքն էլ կողքն է, անընդհատ ու կարող անի։ Ինչ կկանա այդ կանի, իսկ մամային պետք է հասցնել այն միտքը, որ papan իրականում ուզում է օգնի, բայց վախենում է։ Հիմա որ գալիս են իմ մոտ բանի կոնսուլտացիայի, միշտ հիմնականում զույգերով են գալիս, եւ մաման եւ papan, ու հավատացեք, papan հավասար մասնակցում ու լսում այն ամեն ինչ որ ես ասում եմ։ Իսկ այն ժամանակ ավելի շատ կգային օրինակ երեխան մաման ու օրինակ հոր մաման։ Իսկ այսօր օրինակ sense papan կարող է իրանց բերեր, բայց սпасեր հիվանդանոցի բակում օրինակ։ Շատ դեպքեր է լինում, որ մարզում երեխան ծնվում էր վատ, մենք վերակենդանացնում ենք, կայունացնում ենք եւ սպասում ենք ծնողները գան, որ ինֆորմացիա տանք ու գալիս էր տատիկը։ Տատիկը ասում են papan ուր է, ներքևը սպասում ասում է։ Ասեմ դե կանչեք թող գա։ Չէ մեղք ասում է, չի կարա տանի ես ամեն ինչ ինֆորմացիա։ Միանշանակ մեր երեխեքի խնամքի մեջ դե իմ գործը մամաներին սովորացնելն է երեխա խնամել։ Մամաներին, papaներին երկուսին։ Ինչ է կարծում, ինչ դեր եմ ունենալու, մաքսիմալ մեծ։ Կինս ինձնից է սովորելու։ Հետո նոր ոնց որ անցանցնելու է այդ իրան։